Ինչպես նշել է, մենք մի քանի ակցիաներ ենք պատրաստում։ Հաջորդ մեր ակցիան պետք է լիներ եռագույնը բարձրացնենք օդ, որ կարողանանք սիմվոլացնել, որ մենք ենք իսկական Հայաստանը, մենք ենք իրական Հայաստանի ներկայացուցիչները։ Մենք փուչիկները պատվիրել ենք Ռիո մոլի, ինչ-որ հելյումով փուչիկներ ենք պատվիրել, ինչ-որ հասարակ մի հատ տեղը, ուղղակի մոտ լոգիստիկա բաներով տեղ ենք մտածել։ Այդ աղջիկը նոր զանգեց, ում հետ պայմանավորվել ենք, որ պետք է փուչիկները առաքել, ասեց ոստիկաններ են մոտեցել այստեղ, մեզ զգուշացրել են, որ այս պատվերը չեղարկված է, ոչ մի փուչիկ չուղարկեք։ Չգիտեմ, այս է մեր ժողովրդավարությունը, փաստորեն մեզանից այսքան վախենում են։ Եռագույնը օդ բարձրացնելը իրենց համար դարձել է լուրջ խնդիր։ Տեղեկացել եմ, որ դա ակցիա իրականացնելու։ Ոնց են համարը հասկացել, թե որտեղից ենք պատվիրում, որտեղ մենք մի քանի տարբերակ ունեինք։ Միջև վերջ չենք հասկանում, որին անենք, 15 րոպե առաջ ես պատվիրեցի փուչիկները, ու իրանք միանգամից պարզեցին, որտեղից ենք պատվիրել, գնացել են, պատվերը չեղարկել են, չգիտեմ ինչ ասեմ, էլի, այս սիմվոլը երևի իրականն է, թե մենք իրականում որտեղ ենք ապրում, ընդամենը եռագույն փուչիկները երկինք բարձրացնելով, չգիտեմ ինչպես ենք մենք անվտանգությանը իրենց հաթարելու, նաև այլ բաներ ենք ուզում բարձրացնել օդ, եկան ու զգուշացրեցին, եթե բարձրացնեն, բան կանեն, վերման կենթարկեն։ Իհարկե մենք չենք վախենում, բայց մեր նպատակը չի գնալ ուղղակի 3 ժամ անցկացնել իրենց մոտ, բայց ես իրոք չեմ հասկանում, եվրոպացիները պետք է այս ամեն ինչի մասին տեղեկանան, որովհետև դա շատ նորմալ պրակտիկա է, երբ հավաքվում են գագաթնաժողովներում, հասարակությունը իր կարծիքն է ասում, մենք ոչ մի վտանգավոր բան չենք ասում, անգամ դուք տեսակ որ մեկ տեղում ով որ մի քիչ ավել բան է ասում, բոլորին զսպելու կոչեր ենք անում, բայց ուղղակի ապշեցիկ ինչքան օպերատիվ են իրենք աշխատում, Երանի բոլոր հարցերում մեր ոստիկանությունը այսպես օպերատիվ 15 րոպեին բոլոր գողերին ու ավազակներին բռնեն, ոչ թե այն աղջկան, ում ես փուչիկ եմ պատվիրել։ Ալբարդ, միջև ժամը 4-ն եք, հա, այստեղ լինելու, եթե չեմ սխալվում։ Միջև այդ ինչ եք կարծում, հնարավոր է, որ օրինակ եվրոպական պատվիրակության որևէ ներկայացուցիչ, չեմ ասում առաջին, որևէ ներկայացուցիչ, տեսնելով այս ամենը փորձի հանդիպել արցախայերի հետ, այսպես շփվի, հասկանա ինչի համար եք այստեղ հավաքվել։ Իրականում մենք լինելով հասարակության ներկայացուցիչներ տարիներ շարունակ սովորել, ուսումնասիրել, դավանել, աշխարհայացքով ամեն ձև մարդու իրավունքների եւ այն արժեքները, որոնք որ իրենց հիմքում են դրված, իրանք են դավանում, իրենք են մեզ սովորեցրել տարիներ շարունակ, դա են ու ըստ այդ արժեքների իրանք պիտի գան ու մեր հետ հանդիպեն։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում ինչ-որ հիասթափված խոսքեր ասել, բայց մենք այստեղ ենք լիահույս, որ նրանք ուշադրություն կդարձնեն եւ կփորձեն շփվել իրական մարդկանց հետ, հասկանալ թե ինչ խնդիր ունենք մենք, ինչ իրավունքների խախտումների մասին ենք խոսում մենք։ Մենք միայն խոսում ենք իրավունքներից, ուրիշ ոչ մի բանից այսօր չենք պատրաստվում խոսել։ Այո։ Այո, մի բան էլ ես էլի ավելացնեմ, ուրեմն ոստիկանության այս օպերատիվ գործունեության վերաբերյալ կասեմ հետևյալը, քանի որ այսքան արագ ձևով տեղեկացան, որ մենք ընդհանրապես շատ անմեղ ակցիայի հերթական գործողությունն ենք փորձում դրսևորել, մարդիկ գնացին եւ սկսեցին խոչընդոտել քաղաքացիների տնտեսական գործունեությունը։ Մինչդեռ Հայաստանում, ես որքանով որ տեղյակ եմ, օրենքով թույլատրված չէ քաղաքացիներին գաղտնան լսելու, այլապես նրանք որտեղից պիտի տեղեկանային։ Սա եւս հերթական անգամ խոսում է եւ ապացուցում է, որ ժողովրդավարության մասին չէ այս ռեժիմը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկանական համակարգ սարքելով, ոստիկանությունը օգտագործում է քաղաքացիների դեմ, քաղաքացիներին վախի մթնոլորտում պահելու եւ իր իշխանությունը վերարտադրելու հետագայում հունիսի 7-ից հետո։ Հետևաբար սա եւս հերթական փաստն է, որ մենք ուզում ենք բարձրաձայնել եւ ցույց տալ եվրոպական քաղաքական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներին, որ Հայաստանի Հանրապետության անունից ժողովրդավարության մասին խոսողները բացարձակ որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։ Այսքանը, շնորհակալ եմ։